Հունիսի 7-ի առավոտյան ազգային ժողովի հերթական ընտրությունների կապակցությամբ Էջմիածին քաղաքի համար 14 կոտորակ 11 ընտրական տեղամասում քվեարկեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Նորին սրբությունը ժամանեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, որոնք ևս ընտրում են նույն ընտրատեղամասում։ Ինչպես կարգն է պահանջում, նորին սրբությունը անձը հաստատող փաստաթղթով մոտեցավ ընտրատեղամասի աշխատակիցներին, ստացավ քվեարկության կտրոնը, ապա ընտրաթերթիկները։ Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ամենայն հայոց հայրապետը կարճ հարցազրույց տվեց ընտրատեղամասի մոտ հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե հայ եկեղեցու հովվապետը ինչ սպասումներով ու ակնկալիքներով է կատարել իր ընտրությունը։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով եւ հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ ամեն։ 9-րդ գումարման ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն, 2 դաշինք։ Խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ձայների 4, իսկ դաշինքներից 8 կամ 10%։ Ազգային ժողովի 101 մանդատները բաշխվում են ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների եւ դաշինքների միջև։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,489,031 մարդ։ Այսօր ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ, մինչև երեկոյան 8-ը։ Հերմինե Հակոբյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Վրամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։